Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ ավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ օրենքները մեզ սովորեցնելու, կրթելու, դաստիարակելու, որ մեր մեջ օրորի սրբությունը կատարելագործվի Աստծո վախով է։ Եթե սրբությունը չկատարելագործվա, պղծությունն է զարգանալու։ Պղծությունը սրբությանն է անում, սրբությունը պղծությանը։ Քրիստոսը գտնվավ քո մեջ օրորի սրբությունը կշատանա, Սատանան կրոնի ոգին եկավ քո մեջ օրորի աշխարհիկ կրքերը ու աշխարհիկությունը կզարգան, ամեն, ու դու կարճ ժամանակից հետո կնմանվես աշխարհ։ Ինչպես եկեղեցուց որ շատ հոգիների կտրում ենք, սկզբից երևում է թե նախանձախնդիր է, չէ՞, գույր գառնուղների աչքերին։ Մեկ էլ 2 տարի հետո տեսնում ես ինչա հագնում, ոնց է կառալ լվիցա կտրե, պրոշները ներկե, աչքերին ծենը դրե ու Հեզաբելի նման մանա գալիս։ Բա նախանձախնդիր էր, կռվում էր ճշմարտության համար։ Հասկանում եք ճշմարտության սիրահարը կռիվ չի անա սուրբ հովիվների հետ, ապա խելոք գառամպես կնազանդվի, ամեն։ Ուրեմն այսօրվա մեր վարդապետական ուսուցման 25-րդ դասընթացն է, որը շատ կարևոր կետի մասին է, Աստծո խոսքի բարձրացման եւ կատարման մասին։ Շատ եկեղեցիներում Աստծո խոսքը Հովսեայի օրերի պես ոտքի տակ է, փլատակների տակ է, հա ցույց են տալիս Սուրբ Գիրքը, բայց շատ երրորդական, 5-րդական, 10-րդական տեղն է Աստծո խոսքը։ Բայց առաքյալները մի որևիցե որոշում որ կայացնում էին, ասում են Սուրբ Հոգուն եւ մեզ հաճելի եղավ։ Սուրբ գրքով էին ստուգում, քննում տվյալ մարդու վարքագիծը, ամեն բաները պարգևներով նոր կարգում էին սպասավոր կամ առաքյալ կամ աշակերտ, ամեն։ Ուրեմն այսօր մենք երկրորդ վարդապետական գրքի 10-րդ կետին ենք ասել, կընթերցեմ հիվանդությունը, որ իրոք այս հիվանդությունը տարածված է մեծամասամբ բոլոր եկեղեցիներում եւ նրա բուժումը ու բուժման ձևերը ըստ Սուրբ Գրքի ցույց կտան։ Միշտ ամեն պարակայից ընկածին վեր ելնելու եւ հաստատուն քայլելու ճանապարհ կա, ոնց դառը զղջա, հետ գնա, որտեղից որ ընկելա, հլնի ու լայն դռնից տեղափոխվի Սուրբ անարատ ճանապարհը, Սուրբ անարատ Հիսուսի նման դարձրող ճանապարհը, որ օրորի ամեն կուրքերը, ամեն հաճույքները պետք է ողջագեզանի եւ Քրիստոսի լվան հասակի չափին հասցի։ Ամեն։ Հնարավորություն կա, քանի դեռ չես ննջե, քանի դեռ ուշ չէ, ապաշխարեցեք, վաղ հնարավոր է, մեռնեք ու պրյամո դժոխք գնաք, որտեղ մեղքի վարձքը մահ է, սրով պիտի մեռնեն ու բնաջինջ լինեն Աստծո ժողովրդի միջի բոլոր մեղք գործողները, իսկ մեղքը իշնա ըստ Առաջի Հովհաննեսի խոսքին հակառակ քայլը անօրինեություն է, այն խոսքին, որը վերաբերվում է մարմնի եւ ոգու սրբության օրենքին, ոչ թե քահանայական օրենքներին։ Ահարոնյան քահանայությունը Հիսուսը փոխել է քրիստոսյան քահանայության, ամեն։ Ընդեի զոհը, ստեի աղոթքին, ընդեի լվացումը, ստի Աստծո խոսքի լվացմանը։ Այս օրենքները մի բերեք մինի հագնելու հետ համեմատեք։ Այս օրենքները մի բերեք ձեր պշտվելու, զուգվելու եւ շնացող աշխարհի կերպարանքը ստանալու հետ համեմատեք։ Սրանք տարբեր բաներ են։ Ինչը վերաբերվում է մարմնի եւ հոգու սրբությանը, Ադամից սկսած, Ադամն էլ չթողեց, թե Աստված չթողեց, որ Եդեմից դուրս եկան Ադամն ու Եվան մերկ մնային։ Հելուր մնաց այս այլասերված դարաշրջանում, ընդ Ադամն ու Եվան էին մենակ։ Բայց էլի Տիրոջ ներկայության մեջ զզվելի էր, երբ նրանք մերկ էին, ամեն։ Հետո ծնվեցին իրանց զավակները, եւ ամոթալի էր, որ Կայենը կամ Հաբելը իրանց հոր եւ մոր մերկությունը տեսնեին։ Հասկացաք, դրա համար շորը հապցրեց, նոր զավակներ տվեց։ Ամեն։ Հիմա վերաբերվում է Աստծո խոսքի ծայրից ծայր կատարմանը։ Այս օրենքը շատ կարևոր է եւ 98% եկեղեցիներում այս հիվանդությունը կա եւ այս վարդապետական 10-րդ կետը խախտված է։ Հիմա կարդամ հիվանդությունը, կարդամ վերնագիրը, որը իր բուժման դերն է, ու շարունակենք, թե որ ճանապարհով պիտի եկեղեցին շտկվի եւ կործանման ճանապարհից գա դեպի Ֆիլադելֆիա եւ հափշտակվի։ 10-րդ կետ։ Աստծո սուրբ խոսքերի եւ պատվիրանների անարգում եւ
ոտնահարում։ Հիշում եք Հիսուսը Հովանու ավետարանը ասավ, ով որ իմ խոսքերը կլսի ու չի պահի, կանարգի, ամեն անարգանքա, առ համարելը անարգանքա։ Ես չէ որ ասում եմ, նրան պետք է դատեմ, ամեն, ով անարգում է իմ խոսքը։ Կա մեկը, որ ձեզ կդատի, եւ ով այդ մեկը, այն խոսքը, որ ես ձեզ խոսել եմ ու դու ոտի տակ եք տվել անարգել եք, չեք պահել ձեր կրքոտ հաճույքների ետևից գնալով։ Այդ խոսքը ձեզ արդեն կդատի վերջին օրը, ու այսօրվանից էլ դատելա։ Կարակ զղջակ դատապարտությունից ազատվեք, ամեն։ Ես չեմ եկել ասում աշխարհը դատելու։ Ես եկել եմ աշխարհը փրկելու, բայց ով որ իմ խոսքը կանարգի ու ոտի տակ կտա, նա արդեն դատված է, վերջ։ Էլ իր համար կարելի է վճռել չկարդալ, ամեն։ Այդ խոսքը քո դատը կանի վերջին օրը։ Հիմա տեսեք Աստծո սուրբ խոսքերի եւ պատվիրանների անարգում եւ ոտնահարում։ 99% եկեղեցիներում էլ 1% էլ ավելցնեմ։ Կա շատ հարյուրավոր խոսքեր, որ ոտի տակ է։ Խոսում ես էլ ասում այ կրոնավոր գնա դու օրենքի տակ ես։ Այո, ես օրենքի տակ եմ, ոչ թե մեղքի մահվան։ Եսի պարծանքի օրենքի տակ եմ, հապա պատվիրանների եւ շնորհքի օրենքի տակ եմ, որ շնորհքի բերած այդ Սուրբ Հոգին գայի մեզ ծնվի մեծանա, Աստվածային կյանքը զորանա ու ինքը պահի պատվիրանների օրենքը։ Ու ասա զավակս դու պահեցիր։ Ամեն։ Ուրեմն հիմա բուժումը Աստծո բոլոր սուրբ խոսքերի բարձրացում, ինչպես Հովսյան արավ, հիշում եք, եւ կատարում։ Պատրեց իր անդերստերն, ասավ է սուրեն հասցրե մեր չար հայրերը։ Մենք էլ վստահել ենք իրենց, գիտենք թե ճիշտ ճանապարհով են գնացել, բայց ճիշտը Մովսեսի գրած օրենքն է։ Եվ Հովսյան իր անդերստերը պատրելով հրաման տվեց, որ օրենքի գիրքը կարդացվի եւ տառ պահվի, ամեն։ Եվս է շատ թագավորներ են ելել, ովքեր օրենքը բարձրացել են, իրենց կյանքը երկարել է։ Եվ շատ թագավորներ, ովքեր օրենքը անարգել են, օրինակ Սավուղը, վաղաժամ մեռել է։ Ուրեմն, վարդապետական ուսուցում 25-րդ դասընթաց, Աստծո բոլոր սուրբ խոսքերը պիտի լսենք ու կատարենք, վերջ, որը վերաբերում է ոչ թե քահանայական ծիսակատարական օրենքներին, մարմնի եւ հոգու սրբության օրենքներին, ամեն։ Արտաքին ու ներքին սրբությանը, ոչ թե ծեսերին ու ծիսակատարությանը, որը Հիսուսը փոխել է, Ահարոնյան քահանայական օրենքն է փոխվել, ոչ թե պատվիրանների սուրբ օրենքը, ամեն։ Ակետով վերջանում է այսօրա դասընթացը։ Ճշմարիտ հավատացյալը Աստվածաշնչի մեջ գրված մարմնի եւ հոգու սրբությանը վերաբերվող, մարմնի եւ հոգու սրբությանը, իշեք ոչ թե քահանայական ծիսակատարությանը, որ ձեզի հիմք տամ Եբրայեցիների 7-ում գրված է, որ Քրիստոսը փոխել է Ահարոնյան քահանայական օրենքները, ամեն, կարակ է թակ կարդակ։ Ուրեմն ճշմարիտ հավատացյալը Աստվածաշնչի մեջ գրված մարմնի եւ հոգու սրբությանը վերաբերվող սուրբ խոսքերը Փագագծի մեջ օրենքներն ու պատվիրանները պիտի ընդունի, առաջինը պիտի ընդունես եւ գործնականում պահի ու կատարի։ Եթե լսես, կողա լսես չընդունես, լսես, ընդունես ու գործնականում կատարես։ Կողա լսես, ընդունես, բայց չկատարես, հետ էլ կա, չի ասավ Եզիկելին, կգան, կնստեն, կլսեն, հավանություն կտան, վայ կասեն օրհնվես դու, բայց իրանց կրքոտ գործերի կամակի ետևից են վազելու։ Իրանց լկրիությունը չեն թողելու։ Քաղցր երկի պես կլսելու հավանություն կտան։ Ինչպես Հակոբոսն ասում, կգաս, այելի մոտ կտեսնես քո մրոտ երեսը ու կասես կերթաս կմոռանաս ինչ մրոտ է իր, ամեն։ Ուրեմն Աստծո վերաբերվող բոլոր սուրբ խոսքերը պիտի ընդունեն, ճշմարիտ հավատացյալ Աստվածաշնչի մեջ գրված մարմնի հոգու սրբության վերաբերվող բոլոր սուրբ խոսքերը պիտի ընդունի եւ գործնականում պահի ու կատարի։ Հիմա ընթերցում եմ հաստատող համարները կետարկետ գրեք, հավանականաբար քիչ է, բոլոր համարներն էլ կընթերցեմ ու կբացատրեմ թե հին ուխտից, թե նոր ուխտից։ Երկրորդ օրինացիս 17-րդ գլուխ 17-ից 20։
Երկրորդ օրինացիս 27-րդ գլուխ 26 Երկրորդ օրինացիս 28-րդ գլուխ 58 Երկրորդ օրինացիս 32-րդ գլուխ 46 Հեսումեկի 7-ից 9 Ղուկաս 10-ի գնացինք նոր կտակարան, հին ուխտ և նոր ուխտ նույնն են ասում։ Ղուկաս 10-ի 25, 28 Հռոմեացիների 2-ի 13 Երկրորդ Տիմոթեոս 3-ի 17, 17 Երկրորդ Տիմոթեոս 3, ասում է բոլոր Աստվածաշունչ գիրքը։ Օգտակար է, արդեն մնացածը դուք կլսեք։ Շտկելու, հանդիմանելու, խրատելու, որ Աստվածաշունչ գիրքը չմտնի, Աստվածաշունչի հակառակ սատանայական կյանքը դուրս կգա, եթե զուլալ ջուրը չգա, պղտորացը կմաքրվի, եթե գալացածն է նրանից պղտոր, էլ ինչ մաքրվելուց ենք խոսում, քարոզիչի բերանից ամբից անարատ, խոսքերը պտի հոսեն, կյանքի հետ միասին, որ բոլորը տեսեն այո քարոզիչի ինչը քարոզում է դրանից ավելին ապրում է, ամեն, որ կան հարցնեն իրանք էլ աստեն հետ սրբությանը։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 15-ից 17 Հակոբոս 2-րդ գլուխ 9-ից 10 Փորձ ասում է դե մի օրենք բոլորը պոհեք, մի օրենքը զանց անեք, անգամ աչառություն անեք, բոլոր օրենքի դեմ նելա կանցավոր։ Հայտնություն 1-3 Հայտնություն 22-ի 18 19 Ամեն Հիմա ընթերցում եմ օրինացիս երկրորդ օրինացիս 17-ի 17-20 Սա վերաբերվում էր թագավորներին մենք բոլորս թագավորական քահանայություն ենք ամեն Հիսուս Քրիստոսը թագավորների թագավոր մենք թագավորներ Սա մեզ էլ է վերաբերվում ապագա թագավորներից Նաև իր կանանց չշատացնե, եթե թագավոր նստի, ինչի որ հոգսը չշատանա կարա գիրք կարդա և աղոթի, որ սիրտը չխոտորե կիները, եթե շատանում են ու Սողոմոնի նման դու գրքի աղոթքի կյանքը թողում ես, հեշտ ծռվելու ես գնալու ես քամոս պաշտես։ Նաև իր կանանց չշատացնե, որ սիրտը չխոտորե, և իր համար արծաթն ու ոսկին շատ չշատացնե, թողնենա, բայց դրան չապավինա։ Դավիթն էլ ունեցավ, բայց դրան չապավինեց։ Իսկ Սողոմոնը ունեցավ ու քալլի գնաց։ Սողոմոնը սկի երևի իր աշխատածն էլ չէր, հոր կուտակածն էր վայելում։ Տեսակ ոնց կործանվավ։ Եվ լինի ասան կարևոր կետին, և լինի, որ իր թագավորության աթոռի վրա հենց որ նստե, հենց նստավ արդեն նա բոլոր գործերից ազատ է, նա ղեկավար է, նա պետք է օրեսգիրքը կարդա, սորվի ու քարոզի ամեն, ևս դրա դատ անի։ Եվ լինի, որ իր թագավորության աթոռի վրա հենց որ նստեց, գրե այս օրենքի օրինակը, այն գրքիցը, իր ձեռով գրե, որտև գրելով ավելի լավ է մտնում մարդու ներսը։ Այս օրենքի օրինակը այն գրքիցը գրե, որ Ղևտացի քահանաների մոտ է, անարադնա, խախտածը չի, և այն, որ իր մոտ մնա, սուրբ գիրքը, ուշադիր, սիրելի հովիվներ, սիրելի ղեկավարներ, սուրբ գիրքը ամեն վարքյան ծեր հետակ, այդ զենքը միշտ քո վրա մանես գալիս, մեքենայիդ մեջ, թևիդ տակին, որ որտեղ գայլ անդիպի խփես, ամեն, վկայես, կրակես, կերակրվես, կերակրես, հասկանում եք ասո խոսքը համ զենքը, համ ջուրը, համ կերակուրը, համ պահպանիչ վահանը, թշնամու կրակոտ նետերից, ըստ 91 Սաղմոսի, և այն իր մոտ մնա, ուշադիր, և իր կյանքի բոլոր օրերում կարդա, տար է տար, որպեսզի սովորե իր Եհովա Աստվածանից վախենալ, եթե ասո խոսքը դուրս է գալիս, ասո վախն էլ հետն է դուրս գալիս, ասո Սուրբ Հոգին էլ հետն է գնում, հիշեք Սավուղի կյանքը։ Եվ այն իր մոտ մնա, իր կյանքի բոլոր օրերում կարդա, որպեսզի սովորե իր Եհովա Աստվածանից վախենալ, և այս օրենքի բոլոր խոսքերը պահել,
Եվ այս կանոնները զգուշությամբ կատարել, տար, ասում եմ կարելի է մի տոկոսը պահել, մնացածը զանց անել։ Բոլորը, որտեղ կա բժշկություն եւ օրհնություն, ընդ դեմը դրված է բոլոր օրենքների տար կատարում, ամեն։ Եվ հորդորումը ասում է աղաչում եմ օրենքը ընտրա, որ օրհնվես եւ երկար կյանք ունենաս երկրի վրա։ Որ իր սիրտը իր եղբայրների վրա չհպարտանա, տեսակ, ասանել թողեց Տիրոջ խոսքը եւ հպարտացավ մարգարեի դեմ։ Ինչ ճակատագիր ունեցավ, զարկվավ ու մեռավ։ Որ իր սիրտը իր եղբայրների վրա չհպարտանա եւ այս պատվիրանքներից աջ ու ձախ կողմ, աջ ու ձախ չխոտորե, որ իր թագավորության վրա երկար կյանք ունենա Իսրայելի մեջ ինքը եւ իր որդիքը։ Հա ժամանակա որ կողո լավ լինի, նայեք Գեդեոնը կործանվավ ու ինչ եղավ իր ընտանիքի հետ, բնա ջնջվավ սերունդը։ Անենց արա որ քո հետևից սերունդը տապրի ու սրբության մեջ թագավորի, ամեն։ Ես չեմ ուզում շատ երկարացնել տար, բայց ուզում եմ բոլոր համարները ընթերցել։ 27-րդ գլուխ 2-րդ կորինթ օրինացիս 26-ը 27-րդ գլուխ 26 խոսք նույն բանն է ասում։ Տեսեք ես այսօր ձեզի հոգիով բացատրում եմ, որ հասկանաք Սուրբ Գիրքը չկա հակասող բաներ, նոր ուխտը հին ուխտին լրացնում է։ Մեկը մյուսին չի կարա հակասի, հապա մեկը մեկին լրացնում է 26-ի 27-ի 26-ը։ Անիցիալ լինի, անիցիալ է նա, որ չկենա այս օրենքի ամեն խոսքերի մեջ, որ նրանց կատարե, եւ բոլոր ժողովուրդը ասե ամեն։ Ամեն, անիցիալա, բայց հին ուխտում շատ-շատերը հասան, բայց ամբից անարատ կատարելության չկարծան ասին, որտեղ անձի ուժով էին ուզում պային եւ Աստված չէր թողի, որ անձը իրականից մարդուն կատարելության հասցներ ու փառավորվեր։ Դրա համար բերվավ լավագույնը, Քրիստոսն եկավ, քո անձը խաչեց, քեզ վրա ջնջեց, քո մեջ ծնվավ, մեծացավ, հասունցավ եւ քո միջից ինքը պահեց եւ ինքը փառավորվավ քո շուրթերով։ Ամեն։ Ատոր ամարա որ շնորհքը բերվերա, որ օրենքը, մեղքի մավան օրենքը վերանա, անձի գործերի պարծանքի օրենքը վերանա, ոչ թե պատվիրանի օրենքը, որ անխելքի պես քարոզում են, շատ հիմար անխելք քարոզիչներ։ Հռոմեացիների թղթի 10-րդ գլխում որ գրված է, օրենքի վախճանը Քրիստոսն է, հետի պատվիրանների օրենքի վախճանը չէ, անխելքներ, Քրիստոսն ասում է, ես չեկա օրենքը խափանելու, վախճանելու։ Ես եկել եմ օրենքը խստացնելու եւ կատարելու։ Ով որ բոլոր օրենքը պայումի բանում անցավոր լինի, բոլոր օրենքի դեմ նելավ անցավոր։ Հիմա ու Հիսուսի խոսքերից գնում ենք մինչև առաքյալների խոսքերը։ Կա 3 օրենք։ Մեղ եւ մահ բերող Մովսեսի բերած պատվիրանի պահելու ձևի օրենք, ոչ թե պատվիրանի օրենք, էդի բարձրագույն, գերագույն քարա, վերևա, բոլոր պահողները փրկվել են։ Ովքեր դել թերի են մնացեին ուխտում չեն կարծե հասնեն կատարելության, բայց էլի փրկվել են, որ նրանց փափագը հելելա, գիրքը, օրենքը պահելը։ Եվ Տերը գիտեր, որ հին ուխտում չեն կարալ ման պահի, որտեղ Քրիստոսը պետք է գար քո մեջ ու քո մեջ հասունանար ու քո մեջից ինքը պահեր ու ինքը փառավորվեր։ Դրա համար մեղ եւ մահ բերող գործերի պարծանքի օրենքը խափանվավ, Քրիստոսի երբ խաչվավ, անձը հետը խաչեց, անձի պատկանող ամեն ինչ էլ բնաջնջեց, ամեն, հասավել չկաս դու, հույսը չդրես քո վրա, այ սատկած ճանճ։ Հələ Պետրոսը կոպիտ ասած կենթանի ճանճ էր, էլի, որ իր վրան հույս էր դնում, բայց Քրիստոսի խաչվելով եւ հարություն առնելուց հետո մենք բոլորը սատկած ոչնչություն ենք։ Դու նման ես այն հիմար գյուղացուն, որ նախքին գյուղապետ իր անկերն այլ է, մեռել է, գնացել է մտել, ասում է, այս վաչուն լթոկա այս թղթերը ստորագրա, ասում են վաչուն մեռել է, աղբեր ջան, դու իմալա մեռը իմ ծաղնոտներ, պետք իմ թղթերը ստորագրա։ Տղա մեռել է վաչուն, խեչոն է եկել։ Չէ, ես խեչոն չեմ ուզում։ Հասկանում եք, դու չես համոզում, որ խեչոն, վաչոն մեռել է, նոր խեչոն է եկել, եւ խեչոն էլ քո գործերը չի անի, եթե դու իրան չխնդրես,
եւ նա չգա ու չանի ու չփառավորվի։ Խեչոն այդ մի բանով է տարբեր վաչոից, ամեն։ Օրինակ, բառերից չկախվենք, էլի։ Որ նա քո հինը մերերա հույս միտ իշքան հույս դնես այնքան քու գործը կմնա անկատար։ Իսկ եթե համոզվես այդ դառը իրականության հետ եւ հրաժարվես այդ հին մարդուն ապավինելուց, նոր մարդը կգա քո մեջ կկատարի բոլոր օրենքը, որտեղ օրենք տվող Հիսուս Քրիստոսը կարա քո մեջ օրենքը նորից կատարի։ Եվ միմիայն Հիսուս Քրիստոս էլ կփառավորվի բոլոր բարի բաների մեջ, ամեն։ Էսի շատ կարևոր կետ է, հենց էսի ասում անիծյալ լինի նա, անիծյալ են նա, որ չկենա օրենքի ամեն խոսքերի մեջ, որ նրանց կատարե, եւ բոլոր ժողովուրդը ասե ամեն։ Հասկացաք։ Նույնը 28-ի 58-ը տեսեք ինչ է ասում։ Այս բոլորը մեր դաստիարակը եղան մեզ Քրիստոսին տանելու, որ դու ձգտեիր անձի ուժով պայեիր ու տեսնեիր ինչ անառակ լկտի այլասերված ես։ Պողոսի նման աղաղակեիր ինչ խղճալի մարդ է մեզ որդու ոչնչությանս ով կարա փրկի ու ազատի այս նզով քիչ իրաններից, որ գար Աստվածանից պատասխանը գոհություն Աստծուն, տուր գոհություն, արդեն ազատված ես, նայիր խաչին ու կբժշկվես, նայիր խաչալին ու կազատագրվես, նայիր ու աղոթիր խաչալին եւ խաչալը գա քո մեջ, կծնվի, կմեծանա եւ լիուլի կկատարի քո մեջ օրենքը ու կասա զավակս դու պահեցիր, ամեն, որ քեզանից թլպատվեցար, օրենքի դաստիարակման դպրոցը անցար ու ինձ դիմեցիր, ես էլ կկատարեմ օրենքը կպահեմ ու քեզ կնվիրեմ, վարձքերն էլ հետը կնվիրեմ, ամեն, ու սա ենիա, որ մենք ձերի փրկվում ենք Քրիստոսի շնորհիվ, բարի գործեր, սուրբ գործեր կատարելով գանձեր ենք դիզում երկնքում, ամեն, բայց մենք ձերի փրկված ենք Քրիստոսի շնորհքով, բայց շնորհքը չի ասում մեղքի տիղմում մնա, շնորհքն ասում է դու ինձ ապավինի, օրորի մեծացի, ես քեզի մեղքի տիղմից տանեմ, մտցնեմ սրբության թագավորություն, ամեն, Ադամից հանեմ, մտցնեմ Քրիստոսի մեջ ու դառնաս նոր արարած եւ հայտարարես, որ հիները անցան, ահա ամեն բան նոր է, իսկ եթե ամեն բան նոր է, պատվիրանները լման կատարված է, ամեն։ Փառավորվի Քրիստոսը։ Հիմա ուշադիր, եթե այս գրքի մեջ գրված օրենքի ամեն խոսքերը զգուշությամբ չկատարես եւ վախենաս այն պատվական եւ ահավոր անոնից քո եւ Աստվածանից, եթե չկատարես, ասում է վայերը կթափի գլխիդ, բայց եթե կատարես արդեն օրդությունը կթափի գլխիդ, ամեն, դրա համար եթե այսօր եկեղեցիները ցավերի եւ վաղաժամ մահերի եւ դժբախտությունների մեջ են, իրանց գլխին թափածա անեսք, այս օրենքի անեսքը անձի ուժով ուզեցել են պատվիրանները պահեն չեն կրծե, ոչ էլ դիմել են Հիսուսին եւ դրա համար սատանան նզով կթափել է եկեղեցիների վրա, շաքարախտ, քաղցկեղ, անբուժելի հիվանդություններ, բայց Քրիստոսի ճշմարիտ եկեղեցում որտեղ օրենքը կատարված է, ուրեմն հոգին բուժված է մեղքից եւ սատանայի կողմից եկած բոլոր դևի ոգիները խորտակված են այդ եկեղեցու սրբերի եւ այդ եկեղեցու անգամ մանուկների ոտքերի տակ, ամեն, որտեղ սուրբերի հավատքով մանուկներն ազատագրվում են, մինչև մանուկները մեծանան, իրենք էլ գնան Երիքովի պարիսպներ քանդեն Սուրբ Հոգու զորության շնորհիվ, ամեն։ Ուրեմն որ եկեղեցում որ հիվանդություններն ու ցավերը թագավորում են, չեն հեռանում ու մարդիկ ինչքան ախելք են, հորդորում են, որ անպայման նոր մի եղբայր է գրել, թե զանգեր խոսում ենք, ասում է խարիսմատական մի հատ քարոզիչ է լսացի, ասում է գիտեք, դու այսօր բժշկվեցաք, բայց անպայման մի քանի օր հետո զարկվելու եք ավելի մեծ հիվանդությունով։ Այ քեզի բան։ Մի խոսքով մեր Տեր Սատանան իրանց Տեր էլի կրոնավոր ոգին, մեր Տեր Սատանան որ ցավերի ղեկավարն է, անպայման պիտի իշխի մեր եկեղեցում չխաբվեք, հա Հիսուսը բուժում է, բայց անպայման պիտի մեր Տեր Սատանան թագավորի եւ ձեզի անբուժելի ցավեր տա։ Ինչքան հիմար անխել քարոզիչ են, Քրիստոսը որ բուժում է, դևերին շղթայակապ անում, այդ հիվանդությունից դու էլ չես տկարանում, ամեն։ Նա մարդ չէ այսօր բժշկի դու վաղը հիվանդանաս, նրա խոցերով դու արդեն բժշկված ես հավիտյանս հավիտենից, հազարամյակում չկա հիվանդություն, որտեղ դևեր չկան,
Հավիտենության մեջ չկա հիվանդություն, որտեղ դևեր չկան, նզով չկա, ամեն։ Երեմյան ինչ է աղոթում։ Ասում է Տեր դու բժշկիր ինձ ու ես բժշկված կլինեմ, վերջ, հավիտյան։ Փրկիր ինձ ու ես փրկված կլինեմ։ Եթե դու չես հավատում բժշկությանը, որ հարատև է, նաև չես հավատում, որ փրկություն կա։ Դու կարող մտածես, որ հեսա խացի դրախտ դժողքից սատանեն կգա, ընձի դրախտից կտոնա իր մոտ։ Այսինքն հիմար բաներ են քարոզում, որոնք չեն հասկանում, որ կոտրում են ժողովրդի հավատքը։ Հիմա հասկացաք, Օրինացից 32:46, հələ տեսեք ես ինչ գանձ ամարա, էսի սատանայի գլուխը ջաղջախող հզոր ամարա, 32:46-47-ն էլ ետնեմ ընթերցում։ Նրանց ասաց Մովսեսը. ձեր ուշը դարձրեք այս ամեն խոսքերին, որոնք ես այսօր ձեզ համար վկայություն բերի, ամեն խոսքին, որ նրանք ձեր տղերանցը պատվիրեք, որ նրանք այս օրենքի ամեն խոսքերը պահեն ու կատարեն ամեն բառը։ Ձեր ուշը դարձրեք այս ամեն մարմնի եւ հոգու սրբությանը վերաբերող խոսքերին, որովհետև այս ձեզ համար դատարկ բան չէ, ձեր կյանքն է։ Սատանան կարող է կյանքդ տանի։ Որևիցե բառ տարավ կյանքդ է տանում։ Դրա համար օրորի դուք սրբությունը կատարելագործեք, ամեն բառին վանքին ուշադիր եղեք, սրբությունը կատարելագործեք Աստծո վախովը, որպեսզի Քրիստոսի նման ասակի չափն ունենաք, ամեն։ Սա ձեր կյանքն է, սատանան եկավ Աստծո խոսքը տաներ Հիսուսից։ Սա ետից գնա սատանա։ Գրված է ոչ թե միայն ածով կապրի մարդ, հապա Աստծո բերանից եղած ամեն մի խոսքովը, ամեն մի խոսքը տալը մահ, փոքր մեղքերը մայն են մեծ մեղքերի, չսպանվավ որսոր դարությունից ու վագրից, տկար ճագարներն ու աղվեստները քնած ժամանակ զարկեցին սրտին ու սպանեցին։ Ինչ կապ ունի, կարևորը մեռար, կարևորը փրկություն չունես, կարևորը քո կապը կտրված լինի, մեծ մկրատով կկտրեն, թե փոքր կապ չունի։ Էդի սատանան է տանջում, էլի փոքրով մեկ քիչ դժվար է կտրում, բայց կտրում է։ Կտրեց, հիշեք են վանականը, իջավ, հարբեց, շնացավ, շնացողի ամուսինն եկավ, զարկեց, սպանեց։ Փոքր մեղքերը մայրն են մեծ մեղքերի, փոքր ու մեծ մեղք, որ արտաքինիսն մեջ չկա, բոլորն էլ կապի խզում է, կամ ներելի մեղք, մահացու մեղք, կամ մեծ մեղք, որ գործեցին հանում ենք դուս, բայց բոլորը Աստծո հետ հարաբերության խզում է նշանակում։ Հարաբերությունը խզված է, ինչ կապ ունի, պետք է զղջաս բոլորի դեպքում, բայց մեղքեր կա, որ մահացու մեղք կա, զղջաս չզղջաս էլ քո մեղքերը չի ներվում։ Նախ չես էլ կարա զղջաս այդ քայլը կատարող, ամեն, կհիմարանաս ու քեզի ճիշտ կհամարես։ Պարզա, դա մահացու մեղքերն է, որ մենք խոսել ենք մեր դասընթացների ժամանակ։ Ուրեմն Հեսու առաջի գլուխ 7-9, բայց կընթերցեմ 5-ից, որտև շատ եմ սիրում այդ համարը։ Տեսեք եսի բոլոր դարերում նույնն է, բոլոր դարերում անփոփոխ, ամեն, հավատացողը զորանում է, չհավատացող չկարդացողը տկարանում ընկնում դժոխք է գնում։ Ոչ մի մարդ, 5-ից եմ կարդում, չկարողանա քեզ քո կյանքի բոլոր օրերում դեմ կանգնել։ Ինչպես որ Մովսեսի հետ էի, Մովսեսը գրքի հետ էր, ամեն։ Քեզի հետ կլինեմ, քեզ չեմ թողիլ, քեզ անտես չեմ անիլ, զորացիր եւ քաջ եղիր, որովհետեւ այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը, որի համար սրանց հայրերին երթում արի սրանց տալու համար։ Ամեն։ Հիմա ոնց զորանա Հեսուն։ Միայն թե զորացիր ու քաջ եղիր, որ պահես Աստծո խոսքը, պահես ու անես այն ամեն օրենքի պես, պահես ու կատարես ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է, նրանից չխոտորվես աջ կամ ձախ, ոչ ավրցնես, ոչ պոքսեցնես, քո դիվային գաղափարով, քո դիվային մուրճերով, զոհասեղանի քարերը չփոխես, կպղծես, որ Մովսեսը քեզ պատվիրել է, նրանից չխոտորվես աջ կամ ձախ,
որ ամենում էլ խելամուտ լինես ուր որ գնում ես։ Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես ու կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Ահա քեզ պատվիրում եմ զորացիր, քաջեղիր, մի վախենար եւ մի զարուրիր, որտեղ քո Տեր Աստվածը քեզ հետ է, եթե դու նրա պատվիրանների հետ ես։ Եթե դու մնաք իր մեջ եւ նա կմնա ձեր մեջ, բոլոր թշնամիները կխորտակվեն քո ոտքերի տակ։ Քաջեղիր, մի վախենար եւ մի զարուրիր, որովհետեւ քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր որ գնաս։ Ամեն։ Ժողովուրդ, մի հատ տեղ կա, որ ասում է, եթե պահես, հաջողակ չես լինի։ Մի հատ տեղ կա, որ ասում է, չէ, կեսը մի պահի հաջողակ կլինես։ Ոչ։ Բոլոր օրհնության եւ բժշկության առաջ դրված է, եթե պահես ու կատարես, վերջ։ Դու արա քո բաժինը ինձանով, ուտե չեմ բացի երկնքի պատուհանները։ Եվ այնպիսի օրհնություններ թափի տանը տեղիդ վրեն, որս ես հերիքատերել չեմ ուզում։ Այո, շատ չտաս կկործանվեմ, դու իմ վիճակն ինձանից լավ գիտես։ Ոչ աղքատություն եմ ուզում, ոչ էլ չափից շատ հարստություն, որ չաղքատանամ, քեզի ուրանամ, գողություն անեմ, ոչ էլ հարստանամ, գորոզանամ ու քացի տամ քեզի ու քո օրենքներին, որտեղ այդ հարստությունը որ շատացավ, քիչ մարդիկ են դիմանալու, քիչ մարդիկ։ Շատ շատերին է կործան է հարստությունը։ Դրա համար ես հոգուց առած ասում եմ, հարստությունն ավելի մեծ փորձանքը քան թե աղքատությունը։ Ասեք մեկ թագավոր, որ աղքատած է դավաճանել է Տիրոջը։ Բայց ես եմ տասնյակ թագավորներ ու սրբեր, որ հարստացել են ու չարիքա դարել ու կործանվել են։ Հեն այն սուրբերի կյանքը, որ դրել էի սայդերում, տեսեք քանի տեսակ իրաշագործ սրբերի գլուխակեր է սատանան, փորով, փողով եւ փառքով, զգուշ եղեք դրանցից։ Զգուշ եղեք, երբ ձեր հարստությունը շատանում է, ձեր սիրտը չկարծրանա աղքատների հանդեպ։ Դա Տերը տվել է, որ կարասիների կողքը նստածները ժամանակ առ ժամանակ օգտվեն դրանից ու ասում փառավորեն, ամեն, որ հասարակած հավատք ձևավորվի, որ ձեր մեջ ոչ գեր հարուստ լինի, ոչ էլ գեր աղքատ, ամեն, որ չտենան քո քուրը տկլոր կամ կերակուրի կարոտ։ 100% ես վստահ եմ, որ ես եկեղեցում Տերը ոչ կթողի հիվանդություն գա, ոչ էլ չափից ավել սով ու չափից ավել կործանարար հարստություն։ Ամեն։ Պետք չի, մենք չենք ուզում, ասենց էլ մնանք լավ ենք։ Եղավ Տերը գարերին կշատստա, մեշոլ թոֆինա շատստա, ոչ ծզղան վրներս, ասեն, բաուրա ձեր Աստվածը։ Բայց փառք Տիրոջը, այդ գրանցած եկեղեցիների հովիվները մեզնից լավ են ապրում։ Գրքերը առատ, ֆինանսը առատ, վիր ինչ կարում հասնում օգնում ենք Տիրոջ անուննա փառավոր։ Փառք Քրիստոսի։ Հիմա գնանք նոր կտակարան։ Տեսեք, նոր կտակարանի շատ համարներ չեմ գրել, ունեք Մատթեոս 5-րդ գլխում ինչ ասում, ես չեկա օրենքն ավրելու, հապա խստացնելու եւ կատարելու, ամեն, շատ բաներ չեն գրել ուղիղ ինչը որ ուղիղ ասում այդ խոսքի կատարմանը, մենք էդի են գրել, թե չէ որ գրենք, այսօր մինչեւ կեսգիշեր կքարոզենք ու չենք կարող ավարտի։ Ղուկաս 10:25-28 ուղիղ ասում է գնա սա նոր կտակարանի առաջի քարոզիչ Հիսուս Քրիստոս դա քարոզ է, Ղուկաս ավետարանն էլ նույնը տարածել է իր հետևորդներին, ամեն։ Սա հինուխտը չէ, որ ասեք էդի հինուխտներ։ Իսկ նոր կտակարան օրենքի գիրք չի էլ է գրված։ Նոր կտակարանում որևէ պատվիրանները, որևէ տեղ ցելիկում 10 պատվիրանն էլ գրուկ չկա։ Ուրեմն 10 պատվիրանը պետք է չփոխենք։ Խաբվել եք սատանայից։ Նորը հնին խստացումն է, ոչ թե թերացումը։ Այո, Ահարոնյան քահանայությունը փոխել է ծես ծիսակատարությունը, բայց որ քցեք մենք խորհրդով այդ զոհաբերություններն ենք անում, այդ լվացումներն ենք անում, այդ պենտեկոստին ենք անում, այդ զատիկն ենք անում, ամեն։ Պենտեկոստեն սաղոր բերք ենք ավակում։ Զատիկը սաղոր զատվում ենք, հոգիներ ենք զատում, ամեն։ Հասկանում եք այդ տոները, ծեսերը, ծիսակատարությունները մենք հոգևոր տոների ենք փոխել, որտեղ պետք է Ահարոնյան քահանայության ժամանակվա տոներ էր։ Մենք էնել ենք պահում խորհրդով, բայց իրական մարմնի հոգու սրբության օրենքները պահում ենք ուղիղ։
Անբարոյականներ լկտիությունն ու անառակությունը մտերա եկեղեցի դրա մասին չեք մտածում ծեսերի ուտել խմելու հետևից եք վազում վայ պենտեկոստեն չարին խորոված չելավ սեղանի ձեր բոլոր ծեսերը մարմինը հագեստելուն կրքերը հագուրտ տալուն են ծառայում ոչ թե Քրիստոսի սրբությունն են տարածում եւ Քրիստոսի նման հասակը ձևավորում հոգիների մեջ ամեն մարմինը հաճեցնելու համար է ձերը Ղուկաս 10:25-28 Ղուկաս 10:25-28 Ահա օրինականն ելավ ու զանիկա փորձելով ըսավ Վարդապետ ինչ անեմ տեսեք բոլոր փարիսեցիները սադուկեցիները օրինականները անձի ուժով անելու յետևեին հիշում եք այն հարուստը բարի վարդապետ ինչ անեմ որ փրկությունն առնեմ Հեսա մեկեն զատ բարի չկա դու ո՞ս կարաս բարի լինես գնա պատվիրանները պահի ու մի համար ասավ հələ ունեցվածքից ծախա աղքատներին դու նա ասում էր բոլոր օրենքը պահել եմ այդ եսով պահածը վարքյանականն ենցա հոդս ցնդում հիշեք Սավուղը Պողոսը մի սպանիր պատվիրանը անձով էր ուզում պահեր կամ փարիսեցիները Ողակալ արուն խմող դայիժների նման Ստեփանոսին սպանում էին։ Այդ իրանց եղբայրներ է։ Գիրքն ասում էր, որ մեկը հանգարց կշեղվի կմոլորի զարկեք սպանեք։ Բայց մոլորվածները իրանք էին ըստ ասոկանքի։ Իրանց փառքի, իրանց կրոնի համար կմորթեն մարդու։ Բա քո վարքը ուր է։ Քո սերը ուր է կրոնավորի հանդեպ։ Լավ, եթե նա մոլորված է սեր ու սրբություն ցույց տու։ Թո Աստված նրան Սարդիկեից Ֆիլադելֆիա բերի։ Դու ինչքան քո անձով մարդ բերես, բոլորը կփախնեն, նոյ։ Սավ գնա տապան շինի, ընկել ես անապատում զեբր ես լարում։ Այդ զեբրին ոնց բերես, իթենցել կետա։ Բայց եթե զեբրին, փղին, վագրին ես խեղճացնեմ բերեմ տապան, խելոք գարան նման կմնան։ Անկամ տապանին մեջ կռիվ վայրենություն չեն ունի, որտեվ ես պիտի թողեմ դևերը մտնեն, որ գայլու գազան դառնա։ Ինչպես Եդեմում էր առած դևի խաղաղություն, այդպես էր տապանում եւ եկեղեցում առանց դևի խաղաղություն կլինի։ Խելոք չմնացիր, դևերին քսի կտամ եկեղեցի ու քարուքանդ կլինի եկեղեցի։ Հայասի տերջան ուրեմն դու ումը կբերես, ես նո ես կվերցնեմ, կասեմ Փիղջան դու նստի ցածրի հարգը որ չջարդես, Վագրջան դու միջին հարգը, Ծտերջան դու էլ երրորդ հարգը։ Կածրտեն լսվի գլխի դե տանք բնական բաներա, Փիղը կնջիթը կցա պտի խեդը խաղաս, դարատեսակ ամենու հետ պտի ամենու նման լինես, որ շատերին շահես։ Հիմա դե ասում է, անիկա ասավ անոր, օրենքի մեջ ինչ գրված է, թե օրինականն է ելավ, ու զանիկա փորձելով ասավ, վարդապետ ինչ ընեմ, դե այսքան էր հասկանում, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Ինքը չէր հասկանում, որ անձով բան չի կարա անի։ Անիկա ալսավ անոր, օրենքի մեջ ինչ գրված է, օրենքը որտեղ էր։ Մովսեսի 5 գրքերն էին։ Օրենքի մեջ հատկապես Ղևտացիս առաջի հետի օրենքի գիրք եւ երկրորդ օրինացիսը Ղևտացիս երկրորդ գիրք։ Սա նկատի ունի Մովսեսը օրենք։ Բայց օրենք եւ մարգարեներ ամենտեղ էլ լի սրբություն է խոսում։ Օրենքի գրքին հակառակ չեն էլ մարգարեությունները, հապա լրացրել են, հապա խստացրել են։ Օրենքի մեջ ինչ գրված է, ինչպես կկարդաս։ Տեստե մենակ օրենքն է շեշտում։ Պողոս առաքյալն ասում է ամբողջ Աստվածաշունչն արդեն, բոլոր գիրքը Աստծո շնչով է գրված, որը կընթերցեն։ Օրենքի մեջ ինչ գրված ասավ կեսը պահի կեսը չէ։ Ասավ են անբարոյական աղուկապը կարելի է էլի մնալ, էտի մենք թասը նոր դարաշրջանի հավատք ենք տարածում, հնում ծասկել են իրանցը, նորում պտի բացեն էլի վարդի պես։ Ասելա չէ, բա որ ամարի տակ եք բացում ձեզի։ Հələ ավելի է խստացրե Հիսուս, որտև այսօր շնության ոգին ավելի հզոր է գործում, քան թե դարեր առաջ։ Ես մոտավորապես մի 50 տարի պատմություն եմ նայում կինի, եթե իրա ծունկը բաց էր, մեր ազգի պապերը կխայտարակին դրա հորը։ Բայց այսօր ինչ, տեղ չկա, որ փակ է։ Ամեն։ Եվ այնինչ ամոթ էր, մոդա դառավ։ Եվ զարմանում եմ այդ աղանդավորական եկեղեցի հաճախող կիների ամուսինների վրա,
որ իրանք նայում են ուրիշ տկլոր կիների խելքները գլխներից եթում շնանում են ու թողում են իրանց կինեն իրանց բացում են ու հլնում են բեմերի վրա տնգում են դե գնացեք մարդիկ էլ անժուշկալ լինելով շնանում են ձեր կիների հետ ինչպես մեկին ասեց ասա ոմնոսուն էդ ինչ ես խոսում ինձ վիավորեց շշկրվա հովիվ լինելով հասկանում եք Բա եթե գիտես էդի ցավոտ բանը, բե ցավոտ բանն չես թողում քո կինը եկեղեցում տարածում։ Պատասխան տվավ Անիկա ուսավ։ Շատ հովիվներ հետ խոսացել եմ ուղիղ, որ ասել եմ ախր երիտասարդներն էլ ձեր կիներին են ցանկանում։ Ցավոտ ատարել ու վիավորել անձի։ Բայց պետք է վիավորվես, որ զգաս այդ ցավոտ բանը չթողես էլ։ Բայց չեն կարում իրես կիների վրան, որ կարային լավ էլ կփագեին, ամեն։ Ու շատ հովիվներ ասեն ախպեր չենք կարում, ինչ անենք, խո չենք բաժանվի։ Ասել եմ էդի արդեն ձեր խնդիրն է։ Ուրեմն ասուս բաժանվեք։ Ով որ իր կնոջ, իր որդուն, իր հարսին, իր փեսային, ինձանի շատ կսիրի, ինձ արժանի չէ։ Բայց հետի խո իզուր չի գրվել։ Օրենքի մեջ ինչ գրված է ինչպես կկարդաս։ Պատասխան տվավ Անիկա ուսավ։ Քո Տեր Աստվածդ սիրես քու բոլոր սրտովը, տեսեք է բոլոր սրտով Տիրոջը սիրողը իրա մի խոսքը կասա չեմ ընդունում քավ լիցի կասա ես ու դու ենք սուտ խոսքը ճշմարիտ ամեն քո Տեր Աստվածդ սիրես քո բոլոր սրտովդ քու բոլոր անձովդ անձին պատկանող ամեն ինչը դնես Տիրոջ զոհասեղանի ինչը հակառակա դրա քու բոլոր զորությունովդ եւ քու բոլոր մտքովդ Եվ քու ընկերդ սիրես քու անձի պես։ Վերջ։ Ինչ որ կուզես մարդիկ քեզ անեն, դու նույնը նրանց արալ։ Այսքան բանորատենամ էլ մի պատիրան կմնա որ պլստա քո աչքից։ Չհավատաս։ Տեսի ինքը Սավանոր Հիսուս տոսավ շիտակ պատասխան տվիր։ Ատիկա արը ու պիտի ապրես։ Դե գնալ անձով արատենամ կարաս անել, չես կարա։ Անձով կփորձես, չես կարա, գաս կասես Հիսուս ոնց անեմ։ Հիսուս էլ կասա դմերի ես գամ քո մեջ ես քո միջից պահեմ որտեղ օրենք տվող Հիսուսը Աստվածը կարա քո միջից միայն օրենքը ամբիծորեն կատարի ամեն ու դու օրենքի դաստիարակման դպրոց անցար քեզանից գարշեցիր զզվեցիր քոին անառակ նարկաման մարդուց եւ եկար պսակվար նոր փեսայի հետ ու դարար նոր արարած ու ասեցիր ոչ թե ես հապա Քրիստոսը կապրետ կամեն ու ինձ կնվիրի Mercedes ունես, հա, ես որտեղից պապասա նվեր տվե, դու ես առաջի ապեր պապասա ծննդիս նվեր տվե և ես վայելում եմ, Mercedes-ը քոննա, բայց աշխատողը դու չես էլ է, վայելողը դու ես, ապրում ես դու, հետո բարի գործեր կատարեցիր, վարձքերը կստանաս դու, բայց այդ կյանքը, այդ Mercedes-ը, հոգևոր կյանքը, համեմատում եմ, նվիրել է պապաս, են էլ երտային տերը, Տվերա ասերա ձերի փրկված ես, բարի գործեր կատարելով գանձեր դիզա երկնքում, ամեն, Ես որ անգար չկարասել շատ բարի գործեր կատարես, կարևորը փարտու որ կյանքը տվել եմ, դրա համար կփրկվես, ամեն, հիմի կփրկվես ընդե քիչ հարուստ կլնես, այդ ասուտը ստացածով, ասու պատիրանները պահածով ավելի շատ մարդկաց դարձի կբերես, ավելի շատ փառքերի մեջ կլնես ընդե, ամեն, այդ էլ դու որոշարդ Բայց կարևորը, որ դու քիչ հոգիներ դարձի բերիր, չես կորի, որտև դավանում ես, որ ես եմ կյանքը, ես եմ այդ կյանքն ապրում ու քեզ նվիրում, դու անգամ այդ կյանքի համար փառավորում ես ինձի հերիքա կփրկվես։ Ամեն, ես այնքան մի բարդ կետ է, եթե քրիստոնյաները սա հասկանան, էլ իրես նզովյաց եսի անունը չեն տա, նզովյալ այդ անիցյալի անունը չեն տա։ Ինձ ասավ, որ դու այդ կեղտի անունը շուրթերիդ ես վեկալում, շուրթերդ պղծում ես։ Ոսլում ես լավն եմ, թաղեմ քեզ։ Դու լավն ես, այ լանդակ, այ շնացող, այ գող, այ ավազակ, այ պիղծ։ Դու լավն ես, էլ մի բան ասա, որ դու լավ բան ես որ կյանքում առանց ընձի։ Մի խայտարակ ես էլ ինչ, խուժանի մեկ։ Բա, բեն չես, Ես անգրագետ մանուկների դեմը քեզ գովերքում, ասա մեղավորների գլուխ դեմել է մանուկներ ջան, այ հենց Աստված ընձի ես տականքիս ընտրել է, որ ընձի փոխել է, դու կփոխվեք ու կփոխվեք, արեք ճամփեն ցույց տամ, եթե ես քայլելով եմ գնացել, դու վազելով կեթակ, հա,
Եղբայր, այո, խորացի գրքի մեջ, աղոթքի մեջ, պաշտամունքի մեջ, վերջ։ Մնացած բոլոր պարամունքները կսովորեցնեմ ժամանակին։ Գնաց, այս դու մարա Աստված քեզ ընտրե ամենաայլանդակի եւ մեղավորների գլուխին, ամեն։ Փառավորվի Քրիստոսը։ Ռոմեացիների 2:13։ Այս համարները մենք անգիր գիտենք, ոչ թե օրենքը լսողները Աստծո առաջ արդար են, հապա օրենքը կատարողները պիտի արդարանան, ամեն։ Օրենքը բոլորն են լսում են։ Հեթանոսներն էլ սա որ դրանց ավետարան են լսում, բայց իրաց կյանքը չի փոխվում։ Ընթերցում եմ նորից, վասնզի ոչ թե օրենքը լսողները Աստծո առաջ արդար են, հապա օրենքը կատարողները պիտի արդարանան ու փրկվեն։ Առանց օրենքի կատարման հայտնության գիրքն ասում է, ով որ ավելացնի ու պակասացնի։ Այսա Հակոբոսը Աստված էլ նրա գլխին էս պատուաստերը կավելացնի, ամեն։ Հասկանում եք գրուկա, բա ինչու եք պակասացրել, լավ ինչու եք ձևափոխել ավելացրել, ինչու չեք ասում ես ու դու սուտ խոսքը ճշմարիտ, աղբեր գրվել այլ դու ով ես այ ворդ, սատկած ворդ, որ Աստծո գրած խոսքը փոխում ես քո դիվային մուրճով, ու նոր զոհասեղան ես կառուցում, այդ զոհը չի ընդունում ասում, որտեղ զոհասեղանի վարդապետական քարերը տաշված է, դիվային մուրճերով փոխված է, մարդկային կրքոտ ցանկություններով է ողողված, ամեն։ Հիմա տեսեք, 2 Տիմոթեոս 3 գլուխ 15-17, ստեղ խոսում է բոլոր Աստվածաշունչ գրքի մասին։ Բոլոր գիրքը, որ ասում է, արդեն նոր կտակարանի դարաշրջանն է, հին ուխտը լրիվ ամբողջությամբ եւ մեր օրերում նաեւ վերաբերվում է նոր ուխտի։ Որտեղ Պողոս առաքյալը նոր ուխտի քարոզիչ է, ամեն։ Տեսեք ինչ ասում, նաեւ քո մանկությունից ի վեր սուրբ գրքերը գիտես, սա վերաբերված ծննդոցից մինչև վերջի մարգարեություն, որոնք կրնան իմաստուն անել քեզ փրկելու Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքով։ Արդեն ըստուց առաջ արդեն այս նամակները կարող է 90-ականներին գիրքը կազմվել նոր կտակարանը, բայց այս նամակները արդեն ֆռում էր սուրբերի մեջ Հիսուս Քրիստոսի քարոզչությունը, ամեն։ Վերջ, նրան վերագրում ես, նրան միացնում ես Քրիստոսի հավատքը, ոչ թե դու, ապա Քրիստոս։ Հին ուխտում բոլորը սորվել ես, բայց չես կարծե Տիմոթեոս լման պահես։ Քրիստոսն եկերա, որ քեզ վռնդի դուրս, ինքը գա քո միջից պահի ու ինքը փառավորվի, վերջ։ Ինչպես Պողոսը բոլոր գրքերն անգիր գիտեր, երբ նա դարձավ քրիստոնյա, նրան հեշտ էր արդեն, միանգամից անձի տեղը բերեց տականքին, փոխեց բարերարով, ամեն, պոռնիկանարակին փոխեց բարերար սրբով, վերջ ասավ ես ինչ երանություն է, ճյուղի պես ես հանգստանում եմ, վազը գործում է, ամեն, ամեն բանի պատասխանատուն թո վազը լա։ Իսկ Մատթեոս 11-ում ասում է, եկեք այ հոգնածներ, անձով շատ եք աշխատել, եկեք հանգստացեք ճյուղի պես ու ես կգործեմ ձեր փոխարեն։ Ինձ մեզ սովորեք, որ ես եմ ու սրտով խոնար։ Դու այս գործը կատարեք, ճյուղի գործը ոչնչացեք։ Ու տեսեք, ես ինչ պտուղ եմ բերելու ձեր միջոցով, ամեն։ Ու դուք հայտարարեք ալ ոչ թե ես ապա Քրիստոսը կապրի։ Այդ մեկ բանի մար դուք փառավորեք ինձ, տեսեք ես ձեզ ինչ պտղաբեր ճյուղ եմ դարձնում, ամեն։ Հիմա տեսեք, եւ քո մանկությունից ի վեր սուրբ գրքերը գիտես, որոնք կրնան իմաստուն անել քեզ փրկելու Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքով, այս մի բանն է փոխվել։ Գարշելի տականք անձը փոխարինվել է Հիսուս Քրիստոս կյանքով, ամեն, ալ ոչ թե դու, հապա Քրիստոս։ Բոլոր գիրքը, ստե գրված է Աստվածաշունչ գիրքը, մարմնի հոգու սրբությանը վերաբերվող օրենքները, Աստծո շունչն է, ամեն, որը օգտակար է, ուշադիր, սովորեցնելու ես քանի ձեզի չեմ սովորեցրել, չեմ կարա պահանջի, հերթականություն գոյություն ունի, սովորեցնելու, որ ասեմ բոլորդ գլոբալ կարդացեք, ամեն, ու ամեն օր սկվում է ձեր կարդալը։ Սովորեցնելուց հետո հանդիման է, եթե դու արդեն դասը չես սորվել, կյանքդ չի փոխվում, քո հասակի համատ, ասենք դու հլը ամբարու ես հագնում, քեզ պիտի հանդիմանեմ, ասեմ քույրիկ գոնե նորմալ հագի, ամեն, հասկացանք տկար ես, բա քեն չես բացել, էլ է տկարության հետ կախված։
Դու հիվանդ ես արդեն, տկար չես։ Հասկանում ես արդեն սովորեցնելու, եթե ես չասեմ էդի սխալա մեկ-երկու անգամ, չեմ կարա հանդիմանի, ու եթե այդ մարդուն չհասկացնեմ ինքս աղբեր կներես, էլ չեմ անի։ Ուրեմն այդ մարդու մեջ մտավ էդ իմ քարոզածը, մտնելուց հետո պետք է հաջորդ օրը չհանդիմանեմ, թողեմ մինչև աճի այդ մարդու մեջ այդ սերմը, ամեն, միգուցե վաղը ինքն իրեն փոխվի։ Ուրեմն սովորեցնելու, հանդիմանելու, հանդիմանված եթե չի կարում լրման կարգավորվի, շտկեմ, դերից բռնեմ, քայլեցնեմ, ոչ թե վիճակների վրա տիրեմ ըստ Պետրոսի։ Շտկելու եւ արդարության մեջ խրատելու համար ահա հոգեբարձուների գործը Եփեսացիս 4-ն է ասում, որ եկեղեցում Աստված տվել է եպիսկոպոսներ, երեստեր, մարգարեներ, չէ, վարդապետներ, առաքյալներ, ինչերի համար սուրբերին կատարյալ սրբության հասցնելու, Քրիստոսի լման հասակի չափը նվիրելու, ամեն, իրես կյանքի փորձառությունը նվիրելու։ Իսկ եթե դու գնում ես այդ եկեղեցին մի սուրբ չկա, հրաշները բժշկությունները չեն կատարվում, սրբությունը չի կատարելագործվում ասով ախովը, փախիտեից, դա Սոդոմն է։ Ուրեմն շտկելու արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծոյի մարդը կատարյալը լա, ալելույա, ամեն բարի գործերու պատրաստված, ուրեմն կատարյալ ըլլալ հնարավոր է։ Նորից եմ կարդում, բոլոր գիրքը Աստծոյի շուշն է, բոլոր մարմնի հոգու սրբությանը վերաբերող օրենքները Աստծո շնչով ագրված, որը օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության մեջ խրատելու համար։ Դրա համար եթե մեկին դու չես սովորեցրել, չես կարող նրանից պահանջես, ամեն։ Քո դու հիմար չես, այդ մարդը չգիտի, խոսքի հələ որ շնություն, գողություն պետք է չանադոսես մի դատի, լավ չես կոսա, հələ որ սխալը ոչ չդատեմ։ Դու հիմար չես, որ այդ մեռած քոթուկից ծիրան ես ուզում, չորացած քոթուկից ծիրանը չես տվել։ Դու հոգեիվան չես, քո մոտ ամեն ինչ նորմալ է կասեն։ Հրես վարդ է ստամ ծիրան, որ ես հենց ծիրանի շիվը չունեմ։ Հասկացար, եթե նա եթանոսը կամ եկեղեցում նորեկա թողթու կորթա ինքը, մի կոտնակերից ասունի գործ պահանջի, կջարդես այդ ճուղը, ամեն, ու դու կդարվաս հանցավոր, ու կկատարվեինի վայ քեզի, որ քո իմացածով շատ էին գայթակղեցիր։ Երանի նրանց ասում եմ, որ իր ստացածով մարդկաց գայթ չի գայթակղեցնում, քո բարին չար խոսքերի նշավակ չի ելնում, ամեն, թողում ես մարդն աճելով, փափագումա քո միջինին նմանվել, ամեն, ու դու տենում ես այդ փափագը, կարևորը աճում է, մի մադղաշ ճուղը ջարդի, մեկա դու իրանից չես կարա հասունի գործ պահանջի, չի էլ կարա տա, դու հիվանդ ես, որ պահանջում ես նորեկից, այդիա, որ տարբեր ասակի հոգիներին տարբեր բան ենք բացատրում, ասում են լուտ է կարինը բանը ոչարություն անում, հրանուշիկին կամ մարենային, կամ անուշին, կամ են քրոջը չի թողում միատ ձերտո մի բանի, հունքը պիդրի, ոչ ես նորեկի երևի կիպա, տոնխել, եթե այն հասուններին թողի, այն դոնց հետ եմ ես շատ կիպ, նորեկի հետ ինչ կիպ լնեմ փորձանք է սրանք, նորեկի հասակը տեսնելով, որպիսի այդ մադղաշ տունկը չավիրեմ, թողում եմ մինչև ապաշխարի, մինչև ասուննա, կարևորը կաթիկը չկադրի շպրտաշի շպտերից, ամեն, հոսակը դու գնա դու էլ քո հավատնել, կաթը մտավ, խոսքը մտավ, այդ աշխարը կվռնդվի դուրս, ժամանակ կա, փամփրսավոր ժամանակ, փամփրսից ազատվելու ժամանակ, կաթից կտրված ժամանակ, այո, հենց կաթից կտրվում ուրախություն են կանում Աբրահամի պես, ամեն։ Ուրեմն բոլոր գիրքը Աստծո շունչն է, վերջ, Աստծո շնչով ասված խոսքը դու ես, որ չկատարես։ Եվ օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծոյ մարդը կատարյալը լա, գրքի միջոցով, գրքի ամեն տառը պահողը կատարյալա Տերողը։ Ամեն բարի գործերի պատրաստված։ Եթե դու կատարյալ ես, քո խոսելը բարի է, քո նայվածքը բարի է, անգամ հանդիմանությունդ բարի է, ոչ թե տենում ես, որ մարդ պարկեշ տակ է դրա համար ես հանդիմանում, տենում ես, որ ան բարի է, ասպես քույրիկ նորմալ հակի, ասենք եթե քեզի իմ համար ոչինչ, կալանձել փորձանքի ենթարկես, բայց այն նորեկը կընկնի մեղքի մեջ, ես ինչ ես անում, անգամ հանդիմանությունդ պետք է սուրբ ու բարի լինի, ամեն,
ոչ թե պիղծ։ Իսկ եթե կասեմ քույրի քեզի բաց ես ինչ բոշավարի ես ակե, սա անամոթ անառակ, ոնց բացեմ։ Ասկացար այդ ժամանակ դու քարոզիչի ճատկին բոլորի դեմը։ Դա խուժանա, դա քարոզիչ չի, որ ասում է դու գայթակղություն ես գնանա քեզի պլպլացրա պորկես շորերակի խո դու բոշա չես։ Հետս քարոզիչներ էլ կան։ Ես միշտ հիշեցնում եմ այո Թոմեզի ասեն սրբուի բոշա ոչ թե անառակ լկտի կրկոտ փաշա։ Փաշեքը նայեն հարփեն։ Դա հարփեն։ Սա Երանի քոտիրոջ։ Ու սրտով էլ ցանկանան։ Հասկացավ, երբ ես բանկը քարոզենք, հելեք ու քարը տվեք գլխներիս։ Բայց այդ մեր հանդիմանությունը սրբության է տալում։ Զզվի քո կրկոտ եսից, ոսա ամեն։ Ես անառակի պես եմ ակե, կարելի է իմ մերկությունը ուրիշը տեսնի։ Հակոբոս 2:9-10 անգիր գիտենք սրանք ամեն, բայց դուք էլ իմացեք, ով որ բոլոր օրենքը պահի, ումի բանում անցավոր լա, նա բոլոր օրենքի դեմը եղավ անցավոր, բոլոր օրենքը իշնա, որ ասված ասում է, մի շնացի, մի գողացի, մի դատի, մի բամբասի, ու աչառություն մի արաստե, ինձ աչառության մասին է խոսում, իսկի պատվիրան չկաստե։ Բայց եթե աչառություն կնեք, մեղ կգործեք, օրենքեն պիտի հանդիմանվիք օրինասանսների պես, աչառություն չանեք, սա պատվեր է։ Ես աչառություն եմ անում, պատվիրանը զանց եմ անում, հարուստ քասիբ եմ նայում, աչառություն է, այն մարդ իմ մար հարուստը գիտես ով է, որ Աստծո խոսքի սիրահար է, այո նա կարող է 10 անգամ էլ ընկնի, բայց կարևորը չի ուզում մնա այդ խոզի կյանքի մեջ, գարան պես մի զղջում, ասում աղբեր ժամանակ դու կապ աշխարեմ, ուզգում եմ, որ ինքը փոփոխվում ամեն, բայց եթե չփոխվի արդեն ես գարան դատը Աստված կանի ամեն, բայց եթե աչառություն կրեք, մեղ կգործեք, օրենքեն պիտի հանդիմանվիք օրինասանսներու պես, քանզի ով որ բոլոր օրենքը պահե, ու բանի մեջ անցավոր ըլլա, անիկա ամենուն պարտական պիտի ըլլա, վերջ, չսպանվեցար վագրից առյուծից, տկար աղվեստերն ու ճագարները, մգները սպանեցին, կրծին զարկիներա կծակին մերար, ինչ կապ ունի, կարևորը մերար տարան թաղին, կամ վագրներ հոշոտ է փորը պսորը դված է, կամ էլ մուկներ կրծե ու զարկե, տեղյակ եք, որ մուկը կորամատ հսկա փղի սպանի, մտնում է ոտքի տակը ու չգիտեմ ինչ անում ու փիղը սատկում, պատկերացրեք մուկն ու փիղը, ես էդի լսեցի շվարա, ու փիղը մկանից վախենում է այդ ինձ, ես պատկերացնում եք, այն նույնը դու տես պատկերացնում, հսկա մեղկերից, փղերից զգուշ ես, այգիներ ավրող մգներից զգուշ ես, որնա կգա մաներ, հեն հիշեք են մեխը, դրան է դվում մեխած, մեխը մեխի վրեն կոստյում կախեց, հետո գլխար կախեց, հետո սև թոքը բերեց կախեց ամարը գնաց ու էլ չեկավ, էդ մի կետից գարշաոտությունն ու որդերը տիրեցին էդ տունը, ամեն, այ մի կետը, մի դուրաբաց, կգան դևերը, ենքան մտնեն դևերին մտնելու տեղ լինի, ոչ, Սամսոնը մի թերություն ուներ, օտար կիներ շատ կսիրեր, ամեն, տեսակ թշնամին իմացավ էդ իրա բաց դուրը, ու բոլոր ուժերը կոտախեց ու գլուխը կերավ, սպանեց, հետո ծաղրում էր, բա ուր է Սամսոն աստվածըտ, տեսար, որ մեր աստվածները հաղթին քո Եհովային, ու քո պատճառով կհայոյվի Տեր Հիսուս Քրիստոսը, որ քեզանով կարար փառավորվեր, գնացեք ու ձեր բաց դռները փակեք, ես իմը դուք ձեր, ամեն, ու ավելի սրբությունը կատարելագործեք ասով ախովը, որտեղ սատանան քնած չի, համար մեկ թերությունը գիրք, աղոթք, գիրք, պաշտամունք, նվազելա, կարող է մեզնից շատ նվիրյալ չկա այս տարածաշրջանում, բայց Աստծո նվիրվածության ամեմատ, որ առաջի դարի հետ ամեմատվում ենք, շատ քիչ է, ամեն, փշերը խեղդում են ու դառնում են կամպտու, իսկ հիշեք առաքյալներն ինչ արեցին, թողեցին ամեն ինչ, ու նվիրվեցան աղոթքի ու գրքի պաշտամունքին, վերջ, սա մեր վերջնական ուղեցույցն է հասուններիս, օրորի մարմնավորից գողանանք տանք հոգևորին, բայց հլա ներագնա կատարվում, հակառակը, հեռախոս, սայթ, գործ,
տան դու բան չունես ինչ ես մտես թեմո եմ թերթում թեմոտ մերնի մեմոտել վրեն Այնքան էլ է թեման վայբերի սոզո մոզո դու հասկացանք մե բան ունեցի մի հատ երեխի չոր զակաստու բրծի ու թերթում ես ինչ գայթակղիչ գներ են գրում Հələ հարի կորին հələ հարի վաչո հետո իշ գինա կնա դու քիչին ընդունել պերկացին այդ բանը մեղքի տիրմը չէ իրականից մեկ է դերս մեժան թեմոին ես տվել թերթում ես Հետագայում մի տարի հետո պետք գա, այ ախպեր ջան, մի տարի հետո պետք գա կմտնես զակաս կտաս, հասկանում ես, ուսես բաներով, էլ էսի մի հատ օրինակ բերի, սայդերը, վայբերիսը, ֆեյսբուկը, ինստագրամը, էսի ենի, ծլնգը, բանգը, ռոճիկը, վարկիս թուղթ եկավ, կադաստրից, էսենց, ծնկ, օրը պրծավ ծլնգալով Ունայում ես բան չես կորդած, ոսում են ժամանակը որակ աղվռում, որակ չէ վռում, սատանին ինդը որումները պիրե շորեկովըտ Ամեքը մի քիչ տանում են պրծավ ժամերը Հիս վարակյալների գաղ ինչ թեմո, ինչ կադաստր, ինչ սենք, ինչ ինտերնետ չկար Մամիրուսի տակ, հացկ է ու աշխատի Չէ ժողովուրդ իրականից մեր օրերում շատ գայթակղություններ կան Ու հեսօր մեր հավատքը ավելի մեծ պետք է լինի, որ մենք առաքյալների նման սրբեր դառնանք։ Որտեղ սատանան ամենտեղ որոգայթ հալարում։ Հայտնություն 1:3 Տեսեք, եսի վերջի գիրքն է, երբ հայտնությունից առաջ Հուդայի թուղթը ինչ ասում։ Ձեր հավատքը ամենասուրբ հիմքերի վրա հաստատեք։ Ձեր մտածելով ամենասուրբ եկեղեցին որը կլինի, որը աղոթքի գրքի սիրահարա գիշերցերեք, ամեն։ Երանի անոր, որ կկարդա, ու անոնց, որ կլսեն այս մարգարեության խոսքերը, ու կպահեն, ինչ, որ անոր մեջ գրված է, լսելը շատ քիչ է, սմայն ծառան, որ տիրոջ կամքը գիտնալովա ծռե ավելի շատ ծեծա ուտելու, լսելու նազանդվելա պետ, Հովանու ավետարան 3-րդ գլխում ասում է, որ հավատացիք լավ է, արդեն ունեք փրկություն, բայց հավատալու հետ եթե չնազանդվեք եւ տիրոջ պատվիրանները չպահեք, չհնազանդվեք 36-ում 3:36 Աստծո բարկությունը պետք է թափի ձեր վրա, ամեն Եվ վերջինը էլի հայտնության գիրք Տեսեք համը սկիզբն այդ ասում Երանի տալում համ Վերջը շատ շեշտակի է 22:18-19 Ես կվկայեմ ամեն մեկում որ այս գրքի մարգարեության խոսքերը կլսե Եթե մեկ ասոնց վրա բան ավելցնե Աստված ալանոր վրա պիտի ավելացնի այն հարվածները որոնք այս գրքի մեջ գրված են Չավելցնեք ես գտնում եմ էսես պետք է անենք ոչ թաղեմ եսըտ Դու ով ես որ բան գրես ստե Եթե հավելցնում ես դրա հոմանիշը հավելցրա, դա տարատեսակ ձևի բացատրա, որ ավելի է սրբության մեջ խորանան, ոչ թե սրբությունը անարգեն աշխարհիկ դառնան։ Քո ավելացրած խրատը, եթե ժողովրդին չի տանում էլ ավելի սրբության, գրքի խոսքերի վրա հիմնվելուն, դա դիվային է, ավելացնել է դա։ Ու հաջորդը, եւ եթե մեկ այս մարգարեության գրքի խոսքերեն բան մպակսեցնի Աստված էլ անոր բաժինը պիտի պակսեցնե կենաց գրքեն ու սուրբ քաղաքը։ Ուրեմն ավելացնելը որ դու ձևափոխում ես, պակասացնելը որ ասես ստի առաջի դարում այլ մենք շնորհքի տակ ենք ազատ ենք, աշխարհն ինչ անում է այդ պիտի անենք։ Հես էլ պակասացնելը։ Երկու դեպքում էլ Աստծո պատուասները գլխի տա ու կենաց գրքից կավրե Աստված քո անունը։ Թեկուս այդմության գիրքն ասում է ես չեմ ավրի, բայց Մովսեսի դրվագը գնացեք ելից 32-34 ընթերցիկ կտեսնեք ասում է ես իմ դեմ մեղ գործողների անունները կջնջեմ կենաց գրքից ամեն մի մտածեք գրվերեք շնացող դառնակ պորնիկ անարակ գողավազակ էլի կմնա գրած դե լավ է էլի եթանոսերը թողան մա ճիկտոն անունները գրենք թողեն եթանոш դու չես կարդացե որ հավատք առած գործերի մեռածա ով որ մինչև վերջ հավատարիմ մնա նա կփրկվի ոչ թե սկիզբն է փրկում հապա վերջը Սատանան սկզբում ամենագեղեցիկ ամենաիմաստուն
լուսավոր հրեշտակապետն էր։ Հիմա ով է։ Անճորնի գազան, ուրեմն բոլորի սկիզբը տկարությունով է, սայթակումներով է, տարատեսակ, որտեղ սատանան կուզա քեզ սպանի հավատքի ճանապարհում, դուտուս մի նեղվեք, կարևորը վերջը որակ տվեք, ամեն, հիշելով ձեր անցյալի մեղքերը, թե ոնց են ձեզ ները, ոնց են ձեզ սիրե, ոնց են ձեզի գրկե, համոզե, որ արեք, ոչինչ ընկել եք, ելեք ու վազեք, արդարը եթե 7 անգամ ընկնի, Տերը նրան ողորմություն կանի, ամեն։ Ուրեմն փառավորվի մեր Քրիստոսը, փառք, որտեղ նա փառքով փառավորյալ է, բազում փառքեր իրան է, ուրիշ անուն չկա։ Միայն Հիսուսի անունն է, որ կարում է մարդկանց փրկի դժոխքից, մեղքերից ու հիվանդություն ու ցավեր բերող դևերի ճիրաններից։ Փառտանք Տիրոջը եւ խնդրենք, որ այս պատգամը նախ լուսավորություն պարգևի բոլորին։ Իրականից շատերի մտքերը բացի, ամեն։ Շատերին սրբության տանի ու Աստծո խոսքի նախանձախնդրությունով լսնի, աղոթենք։ Սքանչելի ու պաշտելի Տեր, ամենակարող այրավիտենության, անունդ փառավորվի, անունդ մեծարևի, անունդ պաշտվի ով մեծը նզոր Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, որ այս իմաստուն պատգամով մեզ օրդորում ես, որ առավոտյան կանուխ կես գիշերին, երեկոյան, որ ժամանակը որ գտնենք անպայման աղոթն ու գիրքը անբաժան լինի մեզանից։ Այո, մեկդի թող կորչեն հեռախոսները, սայդերը, բանկերի տվյալները, բանկային հաշիվները, ամեն մի մարմնին պատկանող փորից, փողից եւ փառքից կախված որևիցե բան։ Այո, նա փ, այդ փորով, փողով եւ փառքով մեզ կտրում է աղոթքից ու գրքից։ Անիծյալ լինի այն մարդը, որ ավելի գերադասի մարմնի կրքոտ ցանկություններին տեղ տալ, քան թե աղոթքին, գրքին ու վկայությանն ու քարոզչությանը։ Ուր գնանք հասկանանք, որ պիտի խոսենք քեզանից, քո խոսքից, քո փրկությունից, քո ավետարանից, ավետարանն է, որ պիտի մարդկաս փրկության առաջնորդի։ Հիմա օրհնե Տեր ջան, հետագա ժամերն ու վայրկյանները եւ դիր Տիրոջ նախանձը մեր բոլոր քուր եղբայրների սրտներին, աղանդավորական եկեղեցում գտնվող բոլոր քուր եղբայրներին, որ նրանք շատացնեն աղոթն ու գիրքը, նրանք պղծված սարդիկեից կփախչեն, եթե չփախչեն, նրանց հանդիմանությունը լսելով նրանց կվտարեն Երուսաղեմից ու կասեն գնացեք, սա ձեր տեղը չի, գնացեք այնտեղ, որտեղ սրբությունն է թագավորում, խոսքը, աղոթն ու վկայությունները։ Ու հավատում եմ Սարդիկեից բոլորը կփախչեն Սուրբ Նվիրյալ Ֆիլադելֆիայի եկեղեցիները, որտեղ խոսքը առատ է, վկայությունները, հրաշքները, բժշկությունները ու սրբությունը շատ։ Փառք հավիտենության Հորը, Որդու Հիսուսի անունով, ամեն։